Բարև Ժողովուրդ, սրանք մի քանի թեմա ունենք խոսելու, խոսենք, զրուցենք, մի րոպե սպասենք մարդիկ հավաքվեն, հա, ու սկսենք խոսելը։ Դեռ քանի մարդիկ գալիս են հավաքվում են, մի քիչ խոսենք այս միտինգներից։ Ուրեմն Սամվել Կարապետյանը 10 սաման մեր միտինգ հավաքում, որը չի կարող խոսա, Նարա Աբրամյանի նման։ 5 հոգի մարդ հավաքել, 25 ոստիկան են եղել իր միտինգին։ Հաստատ գրեցիր։ Ժողովուրդ ջան, իմ մոտ իրոք զարմանք է առաջացնում sense մի բան։ Այդ Facebook-ում շատ են գրել, տեսել եք, կարդացել եք երևի, ես էլ ասեմ։ Մենք իրոք մի ազգն ենք, որ մեր ազգի դեմ Ռուսաստանում հավաքում ենք միտինգ, հասկանում եք։ Տաջիկ, ուզբեկ, էստոնացին, չգիտեմ, ուկրաինացին բան, իրանք դες բան չեն արել։ Մենք մի ազգ ենք, որ դες բան ենք անում։ Չգիտեմ, ես չգիտեմ, ինչով բացատրեմ այս ամեն ինչը։ Այսքան տարի մեզ իրոք ստրուկ են սարքել, այնքան մտներից մեջ մտել, որ ստրուկ են դարել։ Չեմ հասկանում։ Ռուսաստանի հայեր, ձեզ խնդրում եմ, ձեր ցավը տանեմ, ձեր մեծամասնությունը շատ լավն է, այնտեղ կան շատ վատեր, ես գիտեմ, դա էլ գիտեմ, տեսել եմ, աշկուրս եմ տեսել։ Կան շատ լավերը։ Այդ զանգեք ասեք, էլի չեք ամաչմարը, Հայաստանի դեմ եք խոսում։ Տեսակ են, знаменитый կադրեն Հադրութից Ղարաբաղցի օֆիցեր էր, որ ասեց Ռաման լինի, ես Հայաստան էլ բամբիտ կանեմ։ Տեսել եք էդի, երևի։ Ում համար էին կյանք տալի։ Ում համար էին կյանք տալի։ Գնացի այդքան բան արեցի, ժողովուրդ ջան, ես այդպես բաներով գլուխ չեմ սիրում, գողելը ամոթ է, այդպես բաներ չեն ասում։ Ես որ փախ եղավ Ղարաբաղից, Գորիսում այդ օգնությունը տարել է այնտեղ բան, դա մի կաթիլ էր, այնքան էին բերել մարդիկ։ Իմ տարած մեքենայով բան էի տարել, ապրանք էի տարել, մի կաթիլ էր այդ դերասների մեջ։ Այս ժուրնալիստը ինձ մոտիկացավ, բան օգնություն եք բերել, ասեցի, հա, ես բերել ենք Ղարաբաղցի կիներ, ասեցի, ինչ չեք բերել, որ։ Հիմա այդ Ղարաբաղցիները դուրս են եկել Նիկոլի Դեմեն Քոչարյանը որ լինի, որ Հայաստանը էլի վաճառեն։ Մի արեք։ Ես գիտեմ, ձեր մեջ շատ լավ մարդիկ կան, գիտեմ։ Բայց Հայաստանի դեմ տենց հելնող Ղարաբաղցից բետար չկա։ Ադրբեջանցին տենց չէ, մեր դեմ ոնց որ դուք եք հելնում։ Մի արեք։ Պրոստը հանուն են լավ մարդկանց, ես սուս եմ մնում, բան չեմ ասում։ Լավ։ Հիմա ընտրությունների ժամանակը գալի, ժողովուրդ ջան, շատ շուտով ընտրություններ է լինելու։ Սենց բան ասեմ, գումարով հիմա սաղ վաճառվում են, գումարով բան են անում։ Բևեր, դաշնակ։ Արա դուք խաբար եք, որ հայրենիքը կարան առանց փողի էլ սիրեն։ Կարան ինադու ասեցի, ձեր շեֆն է տենց խոսում, կարելի է, կարան, կռելու ենք։ Խաբար եք, որ հայրենիքը առանց փողի կարան սիրեն մարդիկ։ Լավ, խոսանք Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի պատմությունը, որ գնաց։ Ժողովուրդ ջան, առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ իմ երկրի լիդերը, Ռուսաստանի լիդերի հետ խոսածնենց Պուտինին վերցրեց, պոլերը մաքրեց, Պուտինը տրապկար սարքեց, այսինքն պոլերը մաքրեց, շպրտեց իրան։ Նիկոլը Պուտինին սարքեց տրապկը։ Այն իրոնիայով կիսախնդալով որ հետը խոսում էր։ Հետո ավերջուկ են մտնում բան են, թույլ տվեք որ մտնելները Պուտինի։ Հայաստանի համար կինը կբարձրացնենք բան, Ալեն Սիմոնյանը շատ ճիշտ ասեց։ Փորձեք դες բան ասեք, դες բան անեք։ Մենք միանգամից դուրս կգանք սաղ տեղերից։ Եվրազիայից էսենք այ բան, սաղ տեղերից դուրս կգանք։ Մենք սկսել ենք ատամներ ցույց տալ։ Наш младший брат Армения. Серьезно? Младший брат? Уреик дук, ара. Вы многочисленный брат, но никак не старший. Тараканы тоже многочисленные. Армения, ваш старший брат, был. Была Армения. Но потом вы сделали то, что вы сделали. Демастацик. Имастацик. Ալեն Սիմոնյանը, հա, շատ ճիշտ ասեց։ Փորձեք տենց բանանեք, մենք Եվրազիայից դուրս կգանք։ Ով է կորցնում, եք դուք։ Մենք գազ չենք ունենա, ո՞նց չենք ունենա։ Այդ խի գազ չենք ունենա։ Ադրբեջանից գազը ու նավթը գալիս է, բենզինը գալիս է Հայաստան։ Պարսկաստանից գալիս է։
Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ժողովրդյան Ռումինիայի Պլոեշտիից գալիս էր գազը Հայաստան նավերով։ Այդ ժամանակ տենց էր։ Այդ ինչ եղան, որ այդ օրը ընկան մենակ Ռուսաստանի վրա է հույսը։ Пошли к чертовой матери, մեր այդ տենց կարա, խոսակ չեք կարա։ Мы Армения и Армения прежде всего. Вопрос закрыт. У Ադրբեջանի այդ խաղաղությունը այդ դրա համար է մռմռում իրանց մոտ, դրա համար է մռմռում։ Իրանք չեն կարող կուլ տան։ Չերես այդ պատերազմին իրանք մեզ ուպրավլյացիան, մանիպուլյացիան, մեզ էլ նրանց էլ։ Հա, ադրբեջանցին թշնամին է։ Բայց մենք որ հիմա խաղաղություն լինի մեր մեջ, այ ռուսին դրան մռմռում է։ Поздно, поезд уехал։ Վերջի վագոնը չկարծեք, դաժե թռնեք նստեք։ Լինելու է խաղաղություն, ոչ մի հայ զինվոր էլ չի զոհվելու, ու մեր էկոնոմիկան բարձրանալու է։ Կստати, Ադրբեջանից, չգիտեմ, բոլորը տեսել են թե չէ, Զապրոս եկավ Հայաստանից ուզում են պղինձ ու ալյումին։ Հա, մենք էլ կարանք տանք, բան։ Ադրբեջանը, որ այդ բենզինը ուղարկում է, ձրի չի ուղարկում, առնում ենք, գումար ենք տալիս։ Հա, Հայաստանը դանում է, ու կարա իմանի։ Ու ասում, այս խաղաղությունը մեզ շատերը չեն ներելու։ Բայց մենք հասնելու ենք դրան։ Մենք հասնելու ենք, մեր ճանապարհները բացվելու են։ Ընտրությունների մասին ես կխոսամ ընտրություններին մոտիկ ժամանակ, Ժողովուրդ ջան, ես շատ բաներ կպատմեմ, շատ հետաքրքիր բաներ, մի քիչ կապշեք անգամ։ Լավ, դրանցած լինի, մի քիչ ռազմաարդյունաբերությունից խոսեմ։ Ժողովուրդ ջան, այն զենքը, որ ասում է, որ Հայաստանը արտադրում է, շատ զենք արտադրում արդեն Հայաստանը։ Բայց կա մի զենք, որ արդեն արտադրում է, մեր հետ էլ չի լինի տենց խոսել։ Վրաերթ կանենք։ Հայաստանը հիմա սկսել է արտադրել այն զենքը, որով վրաերթ կանի լյուբոյին։ Ով ուզում անի։ Սկսել է։ Ու մտնում է բանակ։ Բացի դրանից մի հատ էլ առնվում է այն զենքը, որը գիտեք ինչ կա Ժողովուրդ ջան, շատ բաներ ասում է, բայց թեմայով, հա, վարչապետն ասում դա, բան, պաշտպանության նախարարն ասում, բայց շատ բաներ չեն ասում։ Ես էլ չեմ կարա, իրանք չունեմ այդ ասեմ, այդ շատ բաները, բայց Հայաստան դասից էլ այն զենքեր է մտել, որ Ես էլ են Հայաստանը չի։ Հայաստանի վրա հարձակվել է դորդու բեշ կնստի, լյուբոյի վրա, ով ուզում առնի։ Մենք հասանք դրան։ Մենք արացանք դա անենք։ Ժողովուրդ, ես մեկ հիմա որ մտածում եմ, համեմատում եմ այս Հայաստանը մեր, այն Հայաստանի հետ։ Ինձ արդյունքները գալիս աչքերից։ Մենք իրոք զորացանք։ Ու գնալով, այն չի որ պրծավ է, ու գնալով բարձանում ենք։ Մենք դառնում ենք անկախ, ուժեղ, շատ ուժեղ երկիր։ Ու ես ասում եմ, վաղ մյուս օր դառնալու է, դա մի տարվա հարց չի, բայց վաղ մյուս օր դառնալու է, որ մենք Իսրայելի թափն ենք ունենալու, որ 100 միլիոնանոց կողքի երկիրը վախենա մեզանից, այդ թափ ունենալու ենք։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Բոլոր դեպքերում, այս ռազմաարդյունաբերության թեմայով մենք խոսենք, մենք խոսենք Մխիթար Հայրապետյանի հետ, ոնց խոսքի է տվել Ժողովուրդ ջան։ Քանի որ ինքը նախարարն է, ինքը ավելի շատ կարող ասի, ավելի մանրամասն կարող ասի, ու դուք կտեսնեք ինքներդ կհամոզվեք, որ կա, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, մենք այս իբր թե ընդդիմադիրներին ասում ենք եկեք, տեսեք ինչ ենք արել, ինչ ենք արտադրում, չեն գնացել, իրաց դա հետաքրքիր չի։ Բայց իրոք կա։ Ափսոս, որ մեր ժուրնալիստները չեն գնում։ Ու ես կառավարությանը հիմա խնդրեմ, հա, մեր ժուրնալիստներին, լրագրողներին թույլ տվեք մտնեն այնտեղ, նկարեն, ժողովրդին ցույց տան։ Հա, պետք է ամեն ինչ ցույց տալ։ Բայց գոնե այն ինչը կարելի է թող ցույց տան։ Այս ազգը հանգստանա։ Այս ազգը որ հասկանան, մենք հիմա ուժեղ ենք։ Մեր մոտ ստացվել է Ժողովուրդ ջան։ Մենք աճում ենք, իրոք աճում ենք։ Շատ մեծ թափով։ Դա կլինի, ամեն ինչ նորմալ կլինի։ Այս ընտրությունները մենք պետք է ճիշտ ընտրություն անենք։ Ես չեմ թաքցնում ոչ ոքից, ես ձայնս տալու եմ Նիկոլ Փաշինյանին ԿՊ-ին, ձայնս։ Ու հատուկ այդ օրը ես գալու եմ Հայաստան, մի հատ ձայնը, իմ մի հատ ձայնը, որ տամ Նիկոլ Փաշինյանին։ Ես դա անելու եմ։ Ընտրությունների մոտիկ օրերը ես կխոսեմ, շատ բան կբացատրեմ Ժողովուրդ ջան։ Բոլոր դեպքերում, փառք իմ Հայաստանին, սիրում եմ ձեզ բոլորին, մենք ուժեղ ենք, ուժեղանում ենք,
օրից օր ուժեղանում ենք։